Բարև ձեզ, դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք, այսօր իմ հյուրը շատ արտասովոր է մեր հայկական իրականության համար։ Մեր մոտ է տաղավարում գտնվում աշխարհահռչակ Մաքս Հովարդը, որը անիմացիայի արդյունաբերության լեգենդներից է, աշխատել է Disney-ում, Pixar-ում, Warner Bros.-ում, մեր ամենասիրած մուլտֆիլմների արտադրական մասի պատասխանատուն է եղել, օրինակ Առույց արքայի, Գեղեցկուհին եւ հրեշը, Պոկախոնտասը եւ Մետաղի գիգանտը։ Ողջույն Մաքս, շնորհակալ եմ, որ ձեր գրաֆիկի մեջ ժամանակ գտաք մեզ հյուրընկալվելու։ I love being introduced in Armenian and my career always sounds better in Armenian. Շատ ավելի գեղեցիկ է հնչում։ Շատ զարմանալի է ձեզ Հայաստանում տեսնել։ Ինչի համար եք Հայաստան եկել։ Well, this is my 5th visit to Armenia. Yes, Սա I իմ know. հինգերորդ այցն I է surprised Հայաստան։ everyone. Այո, գիտեմ, I բոլորին am զարմացնում British եմ։ by birth. Ես ծնվել եմ I moved to Բրիտանիայում, America in տեղափոխվել եմ Ամերիկա 1988-ին ու տեղափոխվել եմ Լոս Անջելես 1994-ին Գլենդել քաղաք։ Այո, հենց այդպես։ Այսպիսով ես ունեմ շատ հայ ընկերներ Գլենդելում ու սիրում եմ նրանց ասել, որ ես եղել եմ Հայաստանում, երբ նրանցից շատերը չեն եղել։ Շատ հետաքրքիր։ Ինչ որ ծրագրի համար եք եկել, որովհետև դուք հիմա այս этаպում ձեր կարիերայի զբաղված եք ավելի շատ դասավանդման գործընթացով, հա, օգնում եք սկսնակներին կայանալ, առաջ գնալ, ինչ որ ծրագրով եք եկել այդպեսի։ I get to travel a lot. Այո, but ես one of շատ the եմ places ճամփորդում։ that Ու I այնտեղերից love coming մեկը, to որ ես most շատ եմ is, սիրում of գալ, course, իհարկե Armenia, Հայաստանն է։ Yerevan. Ես And the այստեղ եմ animation Ռեանիմանիա festival անիմացիոն in ֆիլմերի Armenia, փառատոնի I think շրջանակներ։ my first Եթե visit չեմ was սխալվում, իմ առաջին այցը եղել է 2009-10 թվականին, ու միշտ հաճելի է վերադառնալը։ Ես շատ եմ սիրում այս փառատոնը, քանի որ անցյալ տարի, երբ ես այստեղ էի, մի հրաշալի ֆիլմի նախագիծ լսեցի։ Գաղափարն ինձ շատ դուր եկավ, ու արդեն 1 տարի է ինչ աշխատում եմ այդ ֆիլմ արտադրողների հետ։ Մենք միասին զարգացնում ենք այդ ֆիլմը։ Այս տարի ես այստեղ եմ, որպեսզի գնահատենք առաջընթացը։ Այդ նախագծի մեջ շատ եմ հավանում այն, որ դա հայկական պատմություն է։ Այդ параգայում շատ հետաքրքիր է դուք հայկական մշակույթի դյուցաբանության մեջ տեսնում եք այն պատմությունը, որը կարա պոտենցիալ ունենա, կարա դառնա իսկական լավ, բարի մուլտֆիլմ, որը բոլորը կնայեն, ամբողջ աշխարհում կլինի պոպուլյար։ Yeah, I think I mean every culture that I go to, every country I visit, there's a culture there. Ամեն երկիր, որ ես այցելում եմ, որպես կանոն ունի հրաշալի պատմություններ, որոնք պետք է գտնել ու պատմել այլ երկրներին հասանելի ձևով։ Նույնը վերաբերում է Հայաստանին։ Պետք է գտնել պատմության մարդկային բաղադրիչն ու դա է այն, ինչը պատմությունը հաջող կերպով փոխանցում է։ Իհարկե, մշակութապես մենք ցանկանում ենք դինել մի միջավայրում, որը նոր է, թարմացնող ու հետաքրքիր, բայց պատմության թեմաները պետք է լինեն համամարտկային։ Ու երբ այն համամարտկային է, ապա այդ պատմությունը կարող է ճամփորդել ամբողջ աշխարհով։ Այսինքն դուք պոտենցիալ տեսնում եք, որ հաջորդ, չգիտեմ, Pixar-ի մակարդակի մուլտֆիլմը կնկարահանվի Հայաստանում։ Yeah, I think that Կարծում could եմ be. կարող է լինել, բայց ես միշտ ասում եմ, Pixar-ը Pixar-ն է ու դա հրաշալի է, ինչպես որ Disney-ը Disney-ն է, DreamWorks-ը DreamWorks-ն է։ Ու կա ինչ-որ պատճառ, որ այստեղ շատ լավ անիմացիոն համայնք կա։ Մնացյալ ամենը միշտ միջոցների մասին է, միշտ փողի մասին։ Այստեղ տաղանդները կարիք ունեն այն ֆինանսական միջոցների, որոնք կարող են թիկունք լինել այդ տաղանդների։ Եվ այս միջոցները պետք է գտնվեն։ Մարդիկ ունեն հավատ իրենց համայնքի նկատմամբ, քանի որ տեղի արտիստները հրաշալի են, բայց նրանց բոլորին պակասում է ֆինանսավորումը։ Այսպիսով, եթե ֆինանսավորումը լինի այստեղ, դա հրաշալի կլինի։ Իսկ հնարավոր է ձեր միջոցով կամ նման միջոցառումների արդյունքում հայ համայնքը մուլտիպլիկատորների, անիմատորների ստանա այդ ֆինանսավորումը դրսից։ Yeah, I think it is possible for well, the great thing about this animation festival is it brings people together from Կարծում եմ, որ դա հնարավոր է։ Այս անիմացիոն փառատոնի ամենալավ կողմն այն է, որ այն ամբողջ աշխարհից մարդկանց համախմբում է։ Ինչպես որ ես ասացի, սա իմ 5-րդ այցն է, ու կան մարդիկ, ովքեր կրկին նախինում եղել են այստեղ։ Ու ամեն անգամ, երբ փառատոնը տեղի է ունենում, կան մարդիկ, ովքեր այստեղ ներկայանում են առաջին անգամ։ Ու իհարկե, նրանք իրենց հետ որոշակի գիտելիքներ են տանում Հայաստանի մասին, ու այն տաղանդների մասին, ովքեր այստեղ են։ Ու բոլորը միշտ ինձ ասում են, որ տաղանդներն այստեղ են, ու ես միշտ պատասխանում եմ, որ դա միշտ միջոցների մասին է։ Եթե դուք նայում եք հայկական անիմացիային եւ մտածում, որ այն այնքան լավ տեսք չունի, ինչքան անիմացիան Pixar-ից կամ DreamWorks-ից կամ Disney-ից, դա տաղանդի պատճառով չի, իրականում դա միջոցների պատճառով է։ Տաղանդը այստեղ է ու կարող է արտադրել հրաշալի ֆիլմեր։ Պատմությունները, որ կարող են պատմվել, այստեղ են, բայց Հայաստանը պետք է գտնի իր ինքնավստահությունը։
Պետք է ներս նայի իր պատմությունների համար եւ աճեցնի իր տաղանդներին ու այդ տաղանդների մեջքին կանգնի, քանի որ երկրի համար այլ երկրների հետ շփման լավագույն միջոցը զվարճանքն է, տեղի պատմություններն են, որոնք համամարտկային են։ Երբ մենք մարդկանց զբաղեցնում ենք, պարզապես ֆիլմի պատմության միջոցով մենք հրաշալի մի բան ենք անում։ Դրա համար ես լիահույս եմ, որ տեղի կառավարությունը կնայի ու կտեսնի, որ ժամանցի միջոցով իսկապես հնարավոր է երկիր ներկայացնել։ Ու սա վավերագրություն չէ, որն ասում է սա երկիրն է ու ներկայացնում մարդկանց։ Ոչ, սա պատմություն է պատմում, որը հրաշալի է եւ ինձ տրտում է ցանկանալ գալ Հայաստան ու գնահատել Հայաստանը։ Այս կերպ ես ներհայացք եմ ունենում երկրին ու ավելի լավ միջոց երկիրը գովազդելու, քան կինոն ու ժամանցն է, չկա։ Շատ բարի։ Ինչը հետաքրքիր է storytelling-ի մեջ, ավելի կարևոր է հուզական պատմությունը, թե ավելի կարևոր է մարդու հմտությունները, հա, որ ինքը կարողանա տիրապետի այդ արվեստին, ինքը կարողանա իր պատմությունը ճիշտ ներկայացնի։ Այսինքն որն է ավելի շատ գաղափարը, հոգի ունեցող պատմությունը, թե հմտությունները։ Yeah, I got it. Okay, I think Կարծում եմ լավ պատմություն պատմելու համար պետք է ստեղծել լավ կերպարներ, ու երբ այս կերպարները դիմակայում են ինչ-որ խնդրի կամ մարտահրավերի, դա անդրադարձ է գտնում հանդիսատեսի մեջ, քանի որ երբ դու նստում ես ու նայում թե ինչպես է պատմությունը բացահայտվում անիմացիոն կամ մեկ այլ ֆիլմում, դու պետք է ցավաս այդ խնդրով եւ մասնավորապես նույնականանաս այն կերպարների հետ, որոնք փորձում են լուծել այդ խնդիրը։ Պետք է սիրահարվես նրանց ու ցանկանաս նրանց հետ արկածների գնալ։ Պետք է հետաքրքրված լինես կերպարով, դա ամենակարևորն է։ Դրա համար պատմությունը զարգացնելիս եւ մարդկանց հետ այստեղ շփվելիս ես միշտ փորձում եմ առաջինը կերպարը զարգացնել, որպեսզի մարդիկ ապրումակցեն նրա հետ։ Եվ շատ հետաքրքիր է, ասում են, որ անիմացիան դա թանկ, հա, պրոյեկտներն են, բայց հիմա արդեն արհեստական բանականության ի հայտ գալով թվում է թե հնարավոր է այդ թանկությունը կրճատել, ավելի քիչ ռեսուրսներով, ավելի լավ որակ ստանալ։ Կա տենց բան թե չէ։ I thought you would ask me about AI. Yes, of course you could do it cheaper. Ես մտածում էի, որ դուք ինձ կհարցնեք արհեստական բանականության մասին։ Այո, իհարկե, կարող ենք դա անել ավելի էժան։ Մենք կարող ենք ամեն ինչ ամբողջ աշխարհում բոլոր արտադրություններում արհեստական բանականությամբ իրականացնել ավելի էժան։ Համաշխարհային հասարակությունը արհեստական բանականության հետ մարտահրավեր ունի, եւ ես կարծում եմ, որ դա կդառնա բարոյական որոշում։ Որտեւ եթե մենք այնքան շատ օգտագործենք արհեստական բանականությունը, որ անենք այն ամենը, ինչ անում ենք մեր առօրյա կյանքում, մարդիկ կլինեն գործազուրկ։ Ու եթե նրանք գործազուրկ են ու փող չունեն ու իմ նման ինչ-որ մեկը ֆիլմ է նկարահանում անհամեմատ ավելի քիչ գումարով, գուցե մարդիկ փող չունենան, որ կողմ գնեն ու դիտեն այն աշխատանքը, որ ես արել եմ։ Այսպիսով, երբ որևէ մեկն տալիս է այս հարցը, մենք վախեցած չենք նոր տեխնոլոգիաներից, մենք սովոր ենք անիմացնել թղթով ու մատիտով, հետո 2D անիմացիան մենք անիմացնում ենք թվային պլանշետներով, օգտագործում ենք CGI։ Այսպիսով մենք միշտ ընդունել ենք դա, բայց արհեստական բանականությունը տարբեր է, այն բոլոր բնագավառներում է եւ ազդում է այն ամենի վրա, ինչ մենք անում ենք եւ ազդում է համաշխարհային էկոնոմիկայի վրա։ Սա շատ մեծ հարց է եւ շատ երկար մտածել է պետք։ Իսկ AI-ը ի վիճակի է մարդու ստեղծած հոգին, չգիտեմ, էմոցիան ներդնի ֆիլմի մեջ։ Ենթադրենք, որ մենք բոլորս համակերպվում ենք իր գոյության հետ ու մեր բոլոր ֆունկցիաները տալիս ենք այդ արհեստական բանականությանը։ Ինքը կարողանա մեզ փոխարինել, ձեզ փոխարինել։ Well, when I think about AI and what it could do, of course, ես մտածում եմ արհեստական բանականության մասին եւ թե ինչեր կարող է այն անել։ Իհարկե, որպես կինոարտադրող ես միշտ պետք է ինչ-որ սցենար հորինեմ։ Միգուցե աղետի մասին ֆիլմ լինի։ Սարսափելի մի բան, որը պատմում է, որ արհեստական բանականությունը գրավել է աշխարհը եւ որոշել, որ մարդկային ռասը չպետք է շարունակի ապրել մոլորակի վրա։ Քանի որ իրենք են ապրում երկրի վրա։ Բայց արհեստական բանականությունն այնքան արագ է սովորում, որ դա կարող է իսկապես սարսափելի լինել։ Բայց դա իմ ներսի կինոարտադրողի կարծիքն է։ Ինչ եմ ես ասում մարդկանց արհեստական բանականության մասին։ Պատկերացրեք մի վայրի ձի, որ պետք է վարժեցվի, եւ դուք ստիպված եք ձին վարժեցնել, որպեսզի հեծնեք։ Ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը վայրի ձին է, եւ մենք պետք է հեծնենք այդ ձյունը, պինդ բռնած մնանք նրան։ Մենք չպետք է թույլ տանք, որ այն մեզնից հեռու գնա, քանի որ նրա հնարավորությունները չափազանց շատ են։ Պարտադիր չի, որ ճշմարտացիորեն այն ինքն իրեն սովորեցնում։ Ու ինչ է սովորում։
Ես դասավանդում էի Հոնկոնգի համալսարաններից մեկում ու շատ էի հետաքրքրված նրանց արհեստական բանականության ուսումնասիրման ծրագրերից մեկում։ Այդ ծրագրի միտումը արհեստական բանականությանը մարդկային էմոցիաներ սովորեցնելն էր։ Ու ես մտածեցի, որ դա շատ մեծ մարտահրավեր կարող է լինել։ Նրանք կարող են լինել ավելի լավը, քան մենք, ավելի խելացի, քան մենք, եւ կարող են մեզ հասկանալ ավելի լավ, քան ինքներս ի վիճակի ենք մեզ հասկանալ։ Այստեղ մենք եւ դուք խոսում ենք, եւ զրույցը թարգմանվում է։ Արհեստական բանականությունը կարող էր լինել այստեղ եւ սովորել լեզուն այնքան արագ, որ մենք թարգմանչի կարիք չէինք ունենա, քանի որ այն կթարգմաներ մեր համար։ Այսպիսով, սիրելի Գրիգորը, որ հիմա թարգմանում է, ու ինձ հայերեն ձայն է տալիս, պահանջված չէր լինի։ Ինչ-որ արհեստական բանականության ծրագրի պատճառով, որը կաներ ողջ թարգմանություն ու հավանաբար շատ ավելի ճշգրիտ։ Գուցե քիչ էմոցիաներով ու առանց հասկանալու, բայց ամեն դեպքում այդ տեխնոլոգիան արդեն կա, արհեստական բանականությունը սովորում է, ու երբ այն սխալվում է, սովորում է կրկին ու անում անհրաժեշտ փոփոխությունները։ Ինչ շատ հետաքրքիր է, ինչպես է մարդը գալիս անիմացիայի ոլորտ, որովհետև հասուն մարդու կողմից այդ ընտրությունը մի տեսակ, չգիտեմ, մանկություն վերադառնալու ցանկությանն է նման։ Կա տենց բան։ Կարծում եմ որոշակիորեն այո։ Այն ինչ տեղի է ունենում անիմացիայի միջոցով, իսկապես փոքր հասակում մեր հիմնական ժամանցը անիմացիան է, կերպարներն են։ Ու անձամբ ես ինչ եմ հայտնաբերել։ Ես աշխատել եմ ֆիլմերի վրա, որոնք իմ երեխաները սիրել են։ Հիմա նրանք ունեն երեխաներ, ու հիմա նրանց երեխաներն են նայում այդ ֆիլմերը, որովհետև դու կարող ես վերադառնալ քո մանկություն, երբ նույն ֆիլմերը նայում ես քո երեխաների հետ։ Ու ինչն է դարձնում անիմացիան աննկարագրելի յուրահատուկ եւ դարձնում ծայրահեղ տարբեր կենդանի գործողությամբ ֆիլմերից։ Այն, որ անիմացիան չի հնանում, քանի որ այն շարժվող գեղանկար է։ Եթե ես ձեզ ցույց տամ իմ մանկության ֆիլմերից, որ ես տեսել եմ երբ երեխա էի, դուք նրան կվերաբերվեք որպես մի հին ֆիլմ։ Եթե ես ցույց տամ անիմացիոն ֆիլմ նույն ժամանակահատվածից, դա կլինի տեսողական երևակայություն։ Ու հենց դրա համար էլ անիմացիոն ֆիլմերը չեն հնանում, նրանք անժամանակյա են։ Ու կախարդական է դառնում այն հանգամանքը, որ որպես ծնող դուք կարող եք ձեր երեխայի հետ կիսվել հենց այն նույն բաներով, որոնցից դուք եք հաճույք ստացել, երբ երեխա էիք։ Այսպիսով, ինչ-որ կերպ այո, դուք իսկապես վերադառնում եք մանկություն։ Հրաշալի պատասխան։ Այդ բaragայում հարց է առաջանում, արդյոք կա անիմացիայի էվոլյուցիա։ Այսինքն անիմացիան ինչ որտեղ գնում է, հիմա ինչ որ արժեքներ քարոզում է, մենք կարող ենք անիմացիայի միջոցով այս հաջորդ սերնդին ինչ որ արժեքներ ներարկել։ It's interesting you should ask about education. Շատ հետաքրքիր է, որ դուք հարցնում եք կրթության մասին։ Նախկինում իմ արած աշխատանքի մի մասը եղել է UNICEF-ի հետ։ Մենք փորձել ենք առողջության ու սոցիալական խնդիրների հարցեր տարածել զարգացող երկրներում եւ օգտագործել ենք անիմացիան, որպեսզի խուսափենք նախապաշարմունքից։ Ես ֆիլմեր եմ նկարահանել Աֆրիկայում ու Հարավային Ամերիկայում։ Անիմացված ձայնը պարտադիր չէ, որ ունենա կրոն, նույնականացվի գույնի, ռասայի հետ։ Անիմացիան կարող է օգտագործվել որպես հրաշալի հաղորդակցող, քանի որ այն թույլ է տալիս նախապաշարմունքներից զերծ մնալ։ Ես միշտ զգուշավոր եմ, երբ օգտագործում եմ կրթություն բառը։ Այն լավագույնն է աշխատում, երբ միայնացված է զվարճանքի հետ։ Մենք միշտ ցանկանում ենք կրթել հաջորդ սերնդին, իսկ երեխաները միշտ ուզում են զվարճանալ։ Կա ճանապարհ կրթելու, որը զվարճանքի մեջ է, եւ չի ասում, որ սա լավ է քո համար։ Այս արտահայտությունը նման է բժշկին, որտեղ է նշանակում ասում, որ սա լավ է քո համար։ Կամ սա լավ է քո համար, այդ պատճառով պետք է նայես։ Ոչ, դու նայում ես դա, որովհետեւ հաճույք ես ստանում, ու ես հուսով եմ, որ այդ նույն ժամանակ դու ինչ-որ բան ես սովորում։ Մեր երեխաները հիմա TikTok-ի, Instagram-ի դարում են ապրում ու իրանց այդ կարճ տեսանյութերի ֆորմատով արագ դոֆամին ստանալու այդ բանը շատ լուրջ խնդիր է դարձել։ Արդյոք հիմա ժամանակակից երեխան ի վիճակի է նստել 1.5 ժամանոց մուլտֆիլմ նայել, ոնց որ ժամանակին առույց արքաներ, որը մենք տենց լացելով նայում էինք։ Well, TikTok is really interesting, isn't it? TikTok-ը շատ հետաքրքիր է, այնպես չէ։ Այն տալիս է մեզ շատ կարճ ֆորմատով ժամանցի հնարավորություն։ Ես կարծում եմ, որ բալանսավորելը մեզնից է կախված։ Ու ես հետաքրքրված եմ իմ հեռախոսով, քանի որ ամեն ինչ որ TikTok-ում է նկարահանված է ուղղահայաց։ Սա ուղղահայաց կինոարտադրությունն է։ Բայց իհարկե, երբ մենք ֆիլմ ենք նկարում, մենք հորիզոնական ֆորմատն ենք նախընտրում։ Համալսարանում ես ուսանողներին սովորեցնում էի կինոարտադրության ու կոմպոզիցիայի մասին, թե ինչպես նկարել։ Ու իհարկե ես
մարդկանց սովորեցնում էի հորիզոնական նկարահանում։ Բայց ես մի բան հասկացա. երբ նրանք ինչ-որ բան իրենց համար են նկարում, նրանք դա ուղղահայաց են նկարում։ Ու ես պետք է փոխեի իմ մտածողությունը։ Հիմա ես պետք է մարդկանց սովորեցնեմ թե ուղղահայաց կինոարտադրություն, թե հորիզոնական կինոարտադրություն։ Այսպիսով փոխարեն մերժելու շփման ու ժամանցի այս նոր մեթոդները, ես կարծում եմ մենք պետք է ընտելանանք դրանց եւ հասկանանք, որ մենք պարզապես մեր հանդիսատեսին ընտրության հնարավորություն ունենք։ Ընտրությունը լավ է, ու եթե մենք լավ ֆիլմ ենք նկարում, մարդիկ կնստեն ու կնայեն ողջ ֆիլմը։ Իսկ հնարավոր է, որ մենք խնդիր ենք ունենալու ժամկետի, երկարության հետ կապված, այսինքն, եթե առաջ մուլտֆիլմը 1.5 ժամ կինոյի պես մարդը նստում նայում էր, հիմա ուզում է արագ լինի, կարճ լինի, փոքր տեսանյութեր լինեն, հնարավոր է, որ այլևս չի ուզում կինոթատրոնում նայի, ուզում է հեռախոսի մեջ նայի այդ ուղղահայաց ֆիլմերը։ Yes. Did you like the way I hesitated? Այո, զգացիք թե ինչպես տատանվեցի։ Շատ պատճառներ կան։ Ես կարող եմ ձեզ ասել, որ տանը խոհանոց ունեմ, էլ ինչի համար ռեստորան գնամ։ Ես կարծում եմ, որ այլ պատճառներ կան։ Մենք ռեստորան գնում ենք ոչ միայն սննդի համար, այլ նաև որ տոնենք միմյանց եւ մյուս մարդկանց ներկայությունը։ Մասնավորապես որպես պատայիններ, երբ ուզում ես աղջկա ժամադրության կանչել առաջին անգամ, պետք է ինչ-որ չեզոք տարածք գտնես, միասին պետք է ինչ-որ չեզոք տարածքում լինեք ու գնում եք կինո։ Կարծում եմ այս ամենը կպահպանվի։ Այո, ամեն ինչ փոխվում է։ Եվ մենք անցյալում էլ շատ բաներ ենք տեսել, որ եկել ու գնացել են, բայց հենց այս երկիրը շատ է սիրում իր պարերն ու բալետը, ճիշտ է։ Ինչպես եւ ամբողջ աշխարհն է այդպես։ Գուցե ինչ-որ ժամանակ այն ավելի հանրաճանաչ է եղել, քան այսօր, բայց չի վերացել։ Կարծում եմ, որ հանդիսատեսի համար ամենաոգևորիչ հանգամանքն այն է, որ նրանք ունեն ընտրության հնարավորություն։ Ավելի կախարդական բան չկա, քան գնալ կինոթատրոն եւ լույսերն անջատվում են, եւ մենք հավաքական փորձառություն ենք ունում։ Մենք բոլորս ինչ-որ բան ենք նայում նույն պահին։ Ես կարծում եմ ամեն ինչ հրաշալի է։ Կարծում եմ մենք չպետք է անհանգստանանք ոչ մի բանի մասին եւ չպետք է մերժենք TikTok-ը կամ որևէ այլ բան։ Մենք ընտելանում ենք դրան։ Բայց չենք կարող ժամադրության գնացող տղային ասել, որ աղջկան հրավիրի միասին TikTok նայելու, քանի որ ես կարծում եմ, որ նրանք երկուսն էլ երջանիկ կլինեն, երբ գնում են չեզոք տարածք։ Եվ վերջապես ինչը հետաքրքիր է, ինչ է սովորացրել անձամբ ձեզ անիմացիան։ Այս ինդուստրիան ձեզ ինչ է տվել։ What animation has given me and that's a lovely question. Well, it's given me a very fabulous career. Ինչ է անիմացիան ինձ տվել։ Շատ հաճելի հարց է։ Այն ինձ տվել է շատ հրաշալի կարիերա։ Ու ամենից առաջ դա այն կարիերան չէ, որով ես սկսել եմ։ Ես սկսել եմ որպես թատրոնի դերասան, հետո եմ դարձել պրոդյուսեր։ Ու այն ինձ տվել է այն, որ ես աշխատել եմ այս կախարդական ֆիլմերի վրա, որոնք ապրել են եւ ուրախացրել շատ սերունդների։ Ու ես ունեմ հիանալի հիշողություններ թատրոնից ու հիանալի հիշողություններ այն բոլոր անիմացիոն ֆիլմերից, որոնց վրա կարողացել եմ աշխատել։ Դա այն է, ինչ ինձ տվել է անիմացիան։ Ու կարծում եմ դա իմ համար անսպասելի է եղել, որովհետև ես հետո եմ դա գիտակցել։ Երբ ես գալիս եմ այս փառատոնին ու մարդիկ ինձ հարցեր են տալիս անիմացիոն ֆիլմերի մասին, որոնց վրա ես աշխատել եմ 30 կամ ավելի տարի առաջ։ Բոլորը գիտեն այդ ֆիլմերի մասին, ոչ թե միայն այն մարդիկ, ովքեր արդեն զբաղվում են կինոյով։ Մարդիկ, ովքեր պարզապես կինո են սիրում, գիտեն այս ֆիլմերը։ Դա անհավանական մեծ բավարարվածության զգացողություն է տալիս։ Ոչ միայն ինձ, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են ու այդ ֆիլմերի մի մասն են եղել այդքան տարիներ առաջ։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք մեր մոտ տաղավար ու ուզում եմ ասել, որ ձեր կյանքի պատմությունը, ձեր կարիերայի պատմությունը եւս մի անգամ ապացուցում է, որ կարևորը տեխնոլոգիան չի, այլ մարդը, սիրտը, ոգին, որը դուք դրել եք այդ ֆիլմերի մեջ ու այդ անհավանական կարիերան հենց այդ պատճառով են, որ դուք այդտեղ հոգի եք դրել։